Ողջույն ժողովուրդյան, ողջունում եմ բոլորիդ, ողջունում եմ թե Facebook-յան ընկերներին, ծանոթներին, հետևորդներին եւ թե YouTube-յան, նյութը անպայման կտեղադրեմ դարձյալ YouTube-ում, հուսամ հետաքրքիր կլինի։ Թեման, ինչպես վերնագրից հասկացաք, մամուլն է, այսօր մամուլի ազատության միջազգային օրն է, ինչի կապակցությամբ թույլ տվեք շնորհավորել բարեխիղճ աշխատողներին, սա թերևս կարևորագույնն է բարեխղճությունը այս ոլորտում եւ մի փոքր կկիսվեմ ձեզ հետ իմ անձնական փորձից, մոտեցումներից, փորձեմ անկեղծանալ ձեզ հետ, ինչ ստացվեց, ինչպես եղավ, ինչպես ստացվեց, որ հանկարծ բացի դերասանների եւ թատրոնի միջազգային օրը ինձ շնորհավորելուց շնորհավորում են նաեւ մամուլի միջազգային օրվա կապակցությամբ։ Իսկ դա ճակատագիրն է, կյանքն է, մեկը մեկից շատ հեռու չի, երկուսն էլ կամերաների հետ աշխատանքը ենթադրում հասարակության հետ, հանրության հետ, երևի թե ինչ որ բան, եթե համապատրաստից ստացվում է, հենց նաեւ դրա արդյունքն է, որ մասնագիտությամբ ես դերասան եմ։ Նախ շնորհավորում եմ բոլորիդ անձնական նամակներով ինձ շնորհավորելու համար ու եկեք մի փոքր ձեզ օգնեմ, հուշեմ ձեզ, թե իրականում ինչ է նշանակում մամուլի ազատության միջազգային օր եւ դա ինչպես չի այնքան էլ նպատակահարմար չի միջազգային մի շարք կարևոր օրերից առանձնացնել։ Իհարկե գոյություն ունեն միջազգային ամենատարբեր օրեր, որոնք նշվում են, հա, ամենատարբեր ոլորտներում, կան որոշակի կարևորություն ստանձնում, կամ ոչ այդքան, բայց մամուլի ազատության միջազգային օրը չափազանց կարևոր է, այն էլ ժամանակակից աշխարհում եւ գնալով կարծում եմ ավելի ու ավելի կկարևորվի դեռ։ Ես իմ անձնական կյանքից ձեզ որոշ դրվագներ պատմելու եմ կապված վերջին ժամանակներից, իմ աշխատանքից, ինչ խնդիրներ եմ երբեմն ունենում, ինչն է հեշտությամբ գնում, իհարկե ձեր դիտողությունները երբեմն շատ հաճույքով հաշվի առնում եւ որ դեպքերում եմ փորձում բացատրել թե իրականում ինչն ինչոց է եւ այլն։ Հուսամ հետաքրքիր եթեր կլինի, եթե ազատ ժամանակ ունեք, ապա խնդրեմ դիտեք եւ տարածեք եթերը, ինչու ոչ։ Այսօր մամուլի ազատության միջազգային օրն է։ 1993 թվականի դեկտեմբերի 20-ին ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը հատուկ բանաձևով մայիսի 3-ը հռչակել է մամուլի ազատության միջազգային օր։ Այդ որոշումը կայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի ընթացքում, որը 1991-ի աշխարհում մամուլի ազատության խթանման մասին որոշմամբ ճանաչեց, որ ազատ, բազմակարծիք եւ անկախ մամուլը դեմոկրատական հասարակության անհրաժեշտ բաղադրիչներից է։ Մամուլի ազատության համաշխարհային օրը կոչված է հիշեցնելու միջազգային հանրությանն այն մասին, որ մամուլի եւ կարծիք արտահայտելու ազատությունը հիմնարար ազատություններ են, որոնք ամրագրված են մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում։ Հայաստանի Հանրապետությունում խոսքի եւ մամուլի ազատությունն ամրագրված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 27-րդ հոդվածով։ Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք, ես այս թեման շատ եմ ձեզ համար ասել, արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն, յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ տեղեկություններ եւ գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով, անկախ պետական սահմաններից։ Մամուլի եւ տեղեկատվության մյուս միջոցների ազատությունը երաշխավորում է տեղեկատվության միջոցների գործունեության եւ պատասխանատվության կարգը սահմանվում է օրենքով։ Հիմա ես հենց նոր կարդացի 27-րդ հոդված Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, որը կարող է շատերին դուր գալ, կարող է շատերին դուր չգալ, բայց դուր գալ չգալով չի, դա սահմանադրական հոդված է, որին պետք է ենթարկվենք։ Ձեզանից շատերը
այս 5 տարիների ընթացքում հատկապես երբ ես ավելի ակտիվ եմ այս ոճով, հա, օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաները եթեր եմ դուրս գալիս եւ ներկայացնում իմ կարծիքը եւ անընդհատ շեշտում եմ կարծիք ունենալու իրավունքը թե եթերով թե ֆրինոզի հաղորդման շրջանակներում, սա հենց այդ հոդվածն է եւ այդ ընթացքում 5 տարիների ընթացքում հազարավոր ես չեմ չափազանցնում, հարյուրավոր չէ հազարավոր քաղաքացիների զանգերի են պատասխանել կոնկրետ մամուլի հետ կապված, երբ շատ բարկացած, ընդհուպ միջև թոշակառու տարեց մարդիկ, զայրացած ու լացակումած, նեղսրտված, այն որ ամենածանր վիճակում զանգահարել են ինձ ու բողոքել են, թե ինչու այս ինչ կամ են ինչ ալիքը չեն փակում, ինչու դրանց չեն լռեցնում, ինչու դրանց ձայնը չեն կտրում, ու ես համբերատար այդ շատ ծանր մթնոլորտում փորձել եմ նկարագրել, որ ընտրությունը լսել չլսելու ձերն է այդ ընտրությունը, իսկ նրան փակել չի կարելի, չի կարող իշխանությունը, որը որ ժողովրդավարական արժեքների կրող է, անկախ նրանից, թե իրեն որքան են հայհոյում, որքան ոչ, իհարկե հայհոյելը շատ վատ բան է, բայց որքանով կմանիպուլացնեն իրականությունը, թե ինչ կանեն, ինչ չեն անի, համենայն դեպս ինքը չի կարող իրեն թույլ տալ, եթե դա փակի, կարող է ցանկացած այլ հանցագործություն նույնպես անել։ Հասկանում եք, որովհետև սահմանադրական օրենքը ոտնահարելը դա հանցագործություն է արդեն։ Ընդամենը անընդհատ ասել եմ, դուք ձեր ձեռքն է պուլտը, ձեր ձեռքն է հեռախոսը, նայած ինչով եք լուրերը դիտում։ Ձեզ համար կարող եք ինքներդ ստեղծել այն տիրույթը, ում լուրերը ձեզ նպատակահարմար եք համարում, հա? Ոչ թե ձեր սրտով, այլ նպատակահարմար, այսինքն անաչառ։ Ու անաչառ մի փոքր բարդ ասել է, բարեխիղճ դրսևորում է նկատվում լրագրողի կողմից, գոնե այսպես, հա? Ձևակերպենք։ Այս իմաստով Հայաստանի Հանրապետությունը ունի նաև ձեռքբերումներ շնորհիվ ձեր համբերության, մեր բոլորիս համբերության, ունի նաև ձեռքբերումներ, եւ ես սիրով հիմա դա էլ ընթերցեմ, մի քանի բան կա, դրանք ընթերցեմ ու մենք մեր բանը շարունակենք, հա, ներողություն։ Հա Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Facebook-յան իր էջում գրել է. Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում Հայաստանը շատ բարձր, 34-րդ տեղում է։ Իհարկե այս լուրը գրելուց վերնագրերը կրկին կլինեն մանիպուլատիվ, բայց ով ինչ գրի, ամեն դեպքում գնում ենք չափազանց ճիշտ ճանապարհով, ինչի առիթով շնորհավորում եմ բոլորիս։ Սա մի ցուցիչ է, որի մասին մի 20 տարի շարունակ կարելի էր միայն երազել։ Լրագրողներ առանց սահմանների RSF կազմակերպությունը հրապարակել է 2025 թվականի մամուլի ազատության համաշխարհային ինդեքսը, որում Հայաստանը 9 տեղով բարելավել է նախորդ տարվա ցուցանիշը։ Այդ նախորդ տարվա, բայց ամեն տարի բարելավելով գնացել ենք։ 180 երկրների շարքում Հայաստանը զբաղեցրել է 34-րդ հորիզոնականը։ 24 թվականին Հայաստանը 71.6 միավորով զբաղեցրել էր 43-րդ հորիզոնականը։ Իսկ 23-ին 70.61-ով 49-րդ տեղում էր։ Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է մամուլի ազատության առումով։ Վրաստանը նախորդ տարվա համեմատ նահանջել է 11 հորիզոնականով եւ զբաղեցնում է 114-րդ տեղը։ Ադրբեջանը 167-րդ տեղում է։ Թուրքիան 159-րդն է։ Իրանը 176-րդ, 180-ից 176։ ՌԴ-ն նախորդ տարվա համեմատ նահանջել է 9 տեղով եւ այժմ 171-րդ տեղում է։ Հայաստանը 34-րդ։ Սա հիանալի առաջադիմություն է, չնայած ցավոք սրտի հաշվի առնելով
քաղաքական ներքաղաքական process-ները հաշվի առնելով այն ամեն ինչը ինչ մեզ հետ տեղի ունենում, հա, ասենք Արցախի հետ կապված, այստեղ երկրի ներսում ցնցումներ ստեղծելու, տարբեր ազդեցության գոտիների, ագենտուրաների բախումներ եւ այլն, ովքեր ունեն մեծ հնարավորություններ ու ռեսուրսներ, չնայած այդ ամեն ինչին միևնույնն է երևի թե մեր առաջին հերթին մեր համբերության բոլորիս համբերության հաշվին սա եկեք գրանցենք որպես հաղթանակ իսկապես սա մեծ հաղթանակ է կարելի ասել այնքան ինքը կարևոր բան է որ նաև արտգործ նախարարությունը որ առաջին հայացքից ինչ կապ պիտի ունենա մամուլի հետ չէ բայց անգամ արտգործ նախարարությունը անդրադարձել է որովհետև միջազգային հարաբերություններում քո երկրի ժողովրդավարությունը որի չափման միավորներից մեկը մամուլի ազատությունն է, չափազանց կարևոր է հետագա քեզ հետ պլաններ մշակելու, քեզ հետ հարաբերություններ ստեղծելու համար։ Խնդրեմ, ԱԳՆ-ի հայտարարությունն կարդամ ու մի փոքր զրուցենք ժողովուրդ ջան։ Մամուլի ազատության համաշխարհային օրը մենք վերահաստատում ենք մեր ամուր նվիրվածությունը մամուլի ազատությանը որպես մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանության կարևոր բաղադրիչ նշել են Հայաստանի Հանրապետության արտգործ նախարարությունից նույն նպատակով մենք շարունակում ենք ապատեղեկատվությանը հակազդելու եւ տեխնոլոգիական արագ առաջընթացի հետ կապված խնդիրները լուծելու ջանքերը ասված է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Անի Բադալյանի X-ի գրառման մեջ ահա ինչ վերաբերվում է մամուլի ազատության կարևորությանը մենք հասկացանք չէ հիմա ինչ կարևոր բանից ենք խոսելու եւ իհարկե ինչպես ցանկացած ոլորտում այս ոլորտում նույնպես լրագրության ոլորտում նույնպես շատ բաներ կախված է նաեւ մարդու տեսակից ասենք ոնց է տարբեր ոլորտներում մենք նայում ենք չենք ասում կարծում չէ որ օրինակ այսինչ նախարարությունում բոլորը այսպեսին են այսինչ նախարարությունում բոլորը այսպեսին ոչ գոյություն ունի նաև մարդկային գործոն եւ ցավոք սրտի այն դաստիարակությունը որ մենք տեսել ենք 20-25 ինչու ոչ 30 տարիներ շարունակ դաստիարակություն ասելով պետական դաստիարակության բացակայության մասին է խոսքը այո ամենատարբեր մարդկանց հետ հավասար ամենատարբեր արարածներ եւ կենթանիներ նույնպես բուծվել են ում ձեռքում շատ հաճախ տեսնում եք կամ միկրոֆոն կամ կամերաներ բայց սա խիստ սուբյեկտիվ իմ կարծիքն է եկեք դնենք մի կողմ ամեն դեպքում բարեխիղճ աշխատողների տոնը շնորհավորում եմ իսկ այդպիսիք քիչ չեն ընդ որում ես անգամ քաղաքական տիրույթում կան նման լրագրողներ ում կարծիքի հետ ես կարող եմ երբեք համաձայն չլինել ու միշտ իրենց կարծիքի հետ ես չեմ կարողանում համաձայնել բայց իրենց տարած աշխատանքը նկատելի է լինում ու ես դա հարգում եմ եւ նրանց նույնպես շնորհավորում եմ անկախ քաղաքական պատկերացումներից ես ամենայն անկեղծությամբ եմ ասում ժողովուրդ որովհետեւ հավատացեք ազատ մամուլը խիստ անհրաժեշտություն է որքան էլ որ կարող են ձեզ ցանկալի բան ձեզ չհայտնել կարող են ձեզ ոչ ցանկալի ձևակերպումներով հայտնել միևնույնն է դա ամենակարևոր բանն է դա ապահովում է իրականում հասարակություն եւ քաղաքական մասով ասեմ հա հասարակություն եւ իշխանություններ կապը եւ նրանց գործը միայն հարցեր տալը չի եւ ինչ որ փախած վերնագրեր գրել դնելը ոչ տեսեք շատ է լինում անգամ աշխարհի ամենադեմոկրատ երկրներում ամենազարգացած էս իմաստով երկրներում շատ պրոֆեսիոնալ աշխատողների բան երկրներում բանա քաղաքացիները երբեմն պատահում է որ իրենց իմացած ինֆորմացիան կամ գաղտնիքը այդքան չեն վստահում պետական կառույցներին որքան լրագրողներին կամ այսօրվա դրությամբ նաև բլոգերներին նաև հանրային մարդկանց ովքեր ում համարում են բարեխիղճ մարդ ով կհանրայնացնի այդ հարցը ու իրենք կմնան մի փոքր ստվերում այսինքն շատ դեպքերում լրագրողը կամ բլոգերը իր վրա է վերցնում պատասխանատվության բեռը եւ հրապարակում իհարկե շատ լավ է լինում երբ որ
փորձում է բանը բլոգերը կամ լրագրողը երկկողմանի, երրակողմանի ստուգումներ իրականացնի նոր տարածի դա հանրային տիրույթում, որովհետև ցանկացած մեկս նախ եւ առաջ մեր պետության քաղաքացիներն ենք եւ պետք է անել բաներ, որոնք որ մեր պետությանը կնպաստեն պետության զարգացմանը, անգամ անդիմադիր կեցվածք ունենալու պարագայում։ Սա կարևոր բան է։ Ես հիմա մի քիչ իհարկե միտքս ավելի կբացեմ, կծավալեմ, բայց եկեք նախ եւ առաջ փորձեմ մի փոքր ինձնից խոսել, ինչպես ստացվեց, որ ստացվեց այսպես։ Ուրեմն ես երբեք ցանկություն կամ նպատակ չեմ ունեցել զբաղվել հաղորդավարական աշխատանքով, ես եմ տենց ինչ-որ բան մեզ չի քաշել դա, երբեք չի քաշել, կամ հանրային խոսքով հանդես գամ սենց ինչ-որ ես դերասան եմ, ես սիրել եմ դա, իհարկե սիրել եմ հանրության հետ աշխատել, հասարակության հետ աշխատել, բայց որպես արտիստ։ Բայց պատերազմը ամեն ինչ շուռ տվեց, ամեն ինչ խառնեց իրար։ Եվ երբ հենց պատերազմի ընթացքում արդեն նկատելի էր, որ ժամանակակից պատերազմներում ոչ պակաս կարևոր է ինֆորմացիոն բլոկը։ Եվ պատերազմի ելքը ընդհուպ միջև կարող է լուծել ինֆորմացիոն բլոկը շատ դեպքերում, շատ հզոր ուժ է դարձել եւ իզուր չի այդտեղ միլիարդներ ծախսվում։ Իհարկե այնքան չի ծախսվում, որքան զենքեր գնելու վրա, բայց հավատացեք, շատ բաներից էլ ավել է ծախսվում։ Եվ այդ ծախսերը ոչ թե լրագրողների մեն աշխատավարձ կարող են բան անել, այլ կապեր պահպանել, ունենալ ինչ-որ խողովակներով տարբեր երկրների, տարբեր ազդեցության գործակալների, ինչու ոչ, կամ մի խոսքով ինֆորմացիաներ կուտակեն, ինֆորմացիան ինչպես ավելին ներկայացնեն, մասնագիտական բաներ, ծախսերը շատ մեծ են։ Դրանք գովազդը տարածումը ապահովել, մի խոսքով։ Եվ պատերազմից հետո անմիջապես հենց նոյեմբերի 9-ը իմ երևի կտրուկ գործի անցնելու պահն էր, նոյեմբերի 9-ը 2020 թվականի։ Ես այդ ժամանակ էլ չէի կարող ոչ մի բանի նայել, եթե մինչև նոյեմբերի 9-ը ապատեղեկատվություն տեսնելով փորձում էի գրառումներս այնպես զգուշ ձևավորեի, որպեսի հանկարծ այն մարդկանց, ովքեր որ նոր են գնում պատերազմ կամ նոր կարող են գնալ պատերազմ, չհիասթափվեն հանկարծ այդ բանից, ասենք չէի պատմում, թե պատերազմի դաշտում ինչքան ապուշ բաներ են տեղի ունենում ու դրանք տեղեկատվական մասով դավաճանական ընդհուպ միջև գործունեություն են, որովհետև դրանք կարող էին խոցելի դարձնել հենց բարոյահոգեբանական հատվածը այն տղերքի, ովքեր որ պիտի դեռ նոր գային պատերազմի դաշտ կամ ունեն նպատակ մասնակցելու։ Մի խոսքով, այստեղ պետք է խիստ զգուշավորություն դրսևորել եւ ես շատ այլ կերպերով էի փորձում բացատրել, թե նախկինները ինչեր են իրականացնում այդ մեդիա տիրույթի օգնությամբ եւ ինչու ոչ նաեւ պատերազմի դաշտում եւ որքան պետքա զգուշ լինել տարատեսակ խոսույթներից։ Նոյեմբերի 9-ին, երբ որ եղավ ինչի մասին ես ընդհանուր առմամբ անոնսել էի դեռ հոկտեմբերի 3-ին, չէ, 3-ին թե 5-ին, չեմ հիշում, դա արդեն ինձ գցեց երևի շատերը նաև ձեր դիտումների արդյունքում ինձ գցեց առաջին պլան, ինչ որ սկսեցին տարբեր լրագրողներ կանչել հարցազրույցների, որպես պատերազմի դաշտում եղած մարդ։ Բայց նոյեմբերի 9-ից սկսած իմ չքնած գիշերները շատ լավ եմ հիշում, օրերով չէի քնում, որովհետև առանձին վերցրած շատ օգտագործելով, այո, նաև իմ կարգավիճակը, այստեղ անկեղծ պետք է լինեմ, իմ դերասան ընկերներին, երգիչ, երաժիշտ ընկերներին, արվեստագետ ընկերներին, ովքեր որ ամենատարբեր գրառումներն են անում, դե բանից անտեղյակ ոնց թե Նիկոլ, ես ինչ եղավ, բան դե նոյեմբերի 9-ի գիշերը հիշում եք ինչ ստացվեց։
Ես նրանց անձնական նամակներով, այստեղ գրառումներ անելով, մարդկանց տրամադրությունները փորձելով հանկարծ որովհետև ես այդ օպերացիան գիտեի արդեն, հոկտեմբերի 3-ին արդեն գիտեի։ Չգիտեմ ոնց գիտեի, բայց գիտեի, որ վերջը տենց է լինելու։ Եվ գիտեք, մի քիչ կներեք մանրամասնեմ, նոյեմբերի 9-ին պարկում էի արդեն քնելու, դե մենք հոկտեմբերի 23-ին իջել էինք պոստերից ու պատերազմի վայրից եկել էինք, որովհետև մեր վաշտը արդեն սակավաթիվ էր դարձել, եկանք որպեսզի դարձյալ վաշտ ձևավորվենք ու գնանք, իսկ երկրապահ կամավորական միությունը ինքը իր մեջ է, ես մոբով չեմ եղել, երկրապահով եմ եղել, ինքը իր մեջ է այդ պերես մենք ասվածը, այսպես ասած ասում, անում, իսկ մենք մի 90 քանի հոգուց 20 քանի հոգի էինք մնացել ու ոչ մի կերպ ինքը հարմար չէր ռազմի դաշտում իր գործունեություն անելու, այսինքն պիտի գար եւ էլի կազմավորվեր որպես վաշտ, որպեսզի գնանք։ Գնալուց Ռոմիկա Մխիթարյան բնականաբար ինձ ասաց, որ չէ, այս անգամ դու ուզես չուզես պիտի մնաս տիկունքում, ինձ դու ստեղից անհրաժեշտ ես, որովհետև արդեն շատ բաներ հասկանալի էր դառնում։ Ու մի քանի դեպքեր էին եղել, եկեք դրանց մասին եթերով չխոսեմ։ Ուրեմն պարկում եմ քնելու արդեն ու թերթում եմ էլի սենց Facebook-ը բոլորիդ նման ու հանկարծ աշկս ընկավ, չեմ հիշում որ կայքներ, News.am-ներ, թե որներ, չեմ հիշում, եկեք խղճից բերջը վերցնեմ, տեսնեմ ուղիղ եթեր է կառավարության շենքի մոտ դրած, բայց ոչ մի բան չի կատարվում։ Ես լինելով հեռուստատեսության մարդ, շատ լավ գիտեմ, որ ուղիղ եթեր գիշերվա ժամին ու ոչ մի բան չի կատարվում, այդ մի քիչ շատ կասկածելի է։ Մի երկու տեղ էլ նայեցի, ոնց որ մեկ-երկու կայք էլ կային, էլի ուղիղ եթեր էին։ Ասում մի րոպե համբերեմ տեսնեմ էս ինչ է։ Ու արդեն սենց մի անգամից նապրյակը սկսեց մոտս։ Մեկ էլ այդ որ լցվան աղմուկ աղաղակով կառավարության շենք եւ այլն։ Ասի էսի այն է, ինչ որ ես հոկտեմբերի 3-ից մտածում էի։ Ու մարդիկ այդ ժամանակ դեզանից շատերն էլ երևի կներեք թույլ տվեք սա ասել ընկան անհասկանալի վիճակի մեջ ոնց թե Նիկոլը հողերը տվեց որ չթայսեն դե ձևակերպումները սկսեցին ազդել մարդկանց վրա ու ես սկսեցի այդ պայից սկսած հենց տեղից ես արդեն վեր եմ կացել գրառումներ անել նախ զանգեցի տղերքին ճշտելու ուրեն ինչ են ինչ վիճակում են ու ասեցի որ կատարում են ինչ ըստեյության մտածում ենք հետո արդեն տեսա որ շատ հանրահայտ մարդիկ նույնպես գրում են իսկ դա ես գիտեմ ինչա նշանակում ու սկսեցի առանձնել համ ըստեղից էի հարցերի պատասխանում համ այն կողմից իրանց էի անձնականներով գրում նրանցից շատերը փառք Աստծո հասկացան անգամ այսօրվա պես հիշում եմ մեր շատ սիրելի դերասաններից մեկի հետ երկխոսությունը ում դուք էլ հարգում եք ասացի խնդրում եմ ասաց ես չգիտեմ հիմա ինչա կատարում ասի խնդրում եմ դու վստահում ես ինձ ասի խնդրում եմ քեզ հիմա էլ չեմ հասցնում 2 օր ոչ մի բան մի գրի երրորդ օրը ինչ ուզում ես գրի էլ բան չեմ ասի մենակ թե խնդրում եմ հիմա գրառումը ջնջի եւ երևի միակ անգամն է եղել որ ինքը գրառում է ջնջել ձեր շատ սիրելի դերասաններից ու էլի տենց կային հետո մեր շատ սիրելի կոմպոզիտորներից էլի դերասան եկավ իրար տեսանք շատ ծեղմ ձևով բացատրեց շատ շատերի հետ մի խոսքով ինչքան հանրային մարդ կար որ կարող էր ազդել փորձել եմ նրանց բացատրել իրականում ինչի ինչոց է որտեղ միջև այդ չէի կարող էլի եմ ասում միջև այդ մենք պատերազմի մեջ էինք չէր կարելի ճիշտ չէր այդպես ես կարծել եմ ճիշտ չէր չգիտեմ եթե դուք կարծում եք որ ճիշտ էր ապա թող այդպես լինի
ու գնաց անքուն օրերը։ Հետո սկսեցին ինձ շատ հաճախ, առաջինը, եթե չեմ սխալվում, ժողովուրդ թերթը հրավիրեց, ու այն ինչ որ ասեցի այնտեղ ինտերվյուի ժամանակ շատ մեծ աղմուկ բարձրացրեց, ու ամեն եթերը կես միլիոնից ավել դիտում էր հավաքում, ու տենց գնաց, Free News-ից հրավիրեցին 2 անգամ, հետո ես արդեն ձևերը սովորեցի, ոնց են եթեր անում, ինքս սկսեցի եթերներ անել ձեզ համար, հետո եղավ առաջարկը Free News հեռուստատեսությունից, որ կարող ենք այսպիսի հաղորդում բացել, ինչին սիրով համաձայնվել եմ, և միակ պայմանավորվածությունը եղել է հետևյալը, ասենք կարգը, ոչ թե պայմանավորությունը, այլ միակ կարգը եղել է հետևյալը, որ հանկարծ ինձ ոչ ոք չասի ես ինչից խոսեմ, ինչից չխոսեմ, ու տնօրենին այդ ժամանակ ասի արի սենց անենք, որ օրը ինձ ասվի ես ինչ բանը արժի խոսել են, ինչ բանը չարժի խոսել, այդ օրը հաղորդումը փակվում է։ Ինձ համար քիչ էական են բոլորը, այո ես պատկերացնում եմ շատ բան, այո ես սատարում եմ այս պայի դրությամբ վարչապետին, բայց իմ պետությունից շատ ոչ մեկին չեմ սիրում, նենց որ հանկարծ բան չլինի, դա եղել է մեր պայմանավորվածությունը, ինչը պահպանվել է մինչև օրս, մենակ մի անգամ մի հարց եղավ, շատ արագ լուծվեց անցավ, ու այսպես գնաց արդեն 4-րդ տարին է, ամեն օր 40 րոպե, ես եթերում միայնակ խոսում եմ, շատ հազվադեպ ունենում եմ իհարկե հյուրեր, բայց հիմնականում մենակ եմ, դա հեշտ աշխատանք չի, որպեսզի ձեզ հասկանալի լինի, օրինակ հանրայինով հաղորդումներից մեկը, որը հարցազրույց է, այնտեղ աշխատողներ կան, օգնողներ կան, ձևակերպողներ կան, իմ հաղորդումը ես պատրաստում եմ միայնակ, ինձ հետ լինում է մեր օպերատորը և ռեժիսորը, ու դա շատ բարդ է, որովհետև օրինակ լինում են պասիվ շրջաններ, երբ անգամ լուրերը նյութ չեն ունենում ներկայացնելու, ասենք ժամը ֆիքսացա պիտի բան անեն, միայն մեզ մոտ չէ, էլի առհասարակ, ասել են եղել են օրեր 10-12 րոպե, 8 րոպե են լուրերը եղել, այդ են դեպքում, երբ որ մի քանի լրագրողներ ռեպորտաժ են հավաքում, բայց ես միևնույնն է 40 րոպեն պիտի պահեի ու այնպես, որ չլճանա հաղորդումը, ու այդպես գնաց, այսինքն սկսեցի քիչ-քիչ դառնալ այն ինչ որ կա, բայց միևնույնն է այդ ամեն ինչը իմ բնավորության ու սկզբունքների համաձայն միայն ու միայն իմ պետության համար է ու ինձ թվում է ես ճիշտ եմ անում ու այն ինչ որ անում եմ համենայն դեպս վատ չեմ անում, ով կարծում է որ ավելի լավ կարող է անել ամեն օր 40 րոպե անկախ ամեն ինչից եթեր դուրս գալ ու անել են ինչ որ անում եմ, ես շատ ուրախությամբ կզիջեմ իմ տեղը նրան, մի քիչ էլ այստեղ գլուխ կովամ, էլի թույլ տվեք, եղել է ամեն ինչ նաև ձեր միջոցով և ես շատ հարցեր բարձրաձայնել եմ ու այդ հարցերը տեղ են հասել հենց ձեր շնորհիվ, ձեր այն Ես գիտեք ինչու եմ շատ բարձր գնահատում ձեզ բոլորիդ նախ եւ առաջ, ես կարծում եմ բացարձակ արժեքներից մեկն է, շատ թանկ բան է, անգին բան է, երբ որ դիմացինին դու ըստ էության չես ճանաչում, նրա հետ չես շփվել, ճանապարհ չես անցել, բայց իրան վստահում ես, աջակցում ես իրան եւ այլն, սա երբ որ իմ հանդեպ կար, ես ինձ չգիտեմ շատ ուժեղ եմ զգացել ու երբեմն, եթե չեմ չափազանցնի, եթե ասեմ, որ ոտաբոբիկ բաց կաբելների վրով վազել եմ, իմ ընտանիքի անվտանգությունը, իմ անվտանգությունը մի կողմ դրած։ Այ օրինակ վերջերս, երբ մի երկու փակակից բացեցի Մեսրոպիկի մասով, մահափորձի թեմայով իմ հանդեպ, մարդիկ կան, որ գրում են Բա ինչի չես բան արել, պետք է ամեն ինչ անել, որ դա դատվեր եւ սկսեցին ինձ քննադատել,
Հետո ես էլ սկսեցի մտածել, արա իսկականից էլի, չնայած իմ փաստաբանն էլ դա ինձ ասել, հետո, շատ հետո, երբ որ ես մի օր հիշեցի, ասի պատմեմ, փաստաբան, ասես բախի այդ ժամանակ չես ասել։ Ու դա սկսեցի մտածել, լավ, խի ես չեմ գնացել այդ քայլին։ Հետո հիշեցի։ Ասում, բայց ախր ես այդ ժամանակներում ժամանակ չունեի ինձնով զբաղվելու։ Ու չեմ կարևորել ես դա։ Ես այդ ժամանակ շատ բաների մեջ էի լինում, օրվա մեջ չգիտեմ, շատ բարդ էր ավելի, հիմա որոշակիորեն համակարգված է օրս, այդ ժամանակ չափազանց բարդ էր, ու ես իմ մասին մտածելու ժամանակ չունեի բացարձակ, և երևի հենց դա է եղել պատճառը, բայց ամեն դեպքում, տեսեք, հասարակ բան է, դրա մասին եթերները շատ, իհարկե, տեսել են, լսել են, գիտեն, որ ես արդեն դրա մասին ասել եմ, բայց մինչև այսօր, զրպարտության, գիտեք, դա ծանր մեղադրանք է, երբ որ մեկին մեղադրում ես հրապարակային ձևով, որ նա երբևէ քո հանդեպ փորձ է ուզեցել անել, ու մարդը կարա չէ գնա դատարան, ասես ինչ է, բայց իհարկե չի գնալու, իհարկե չի գնալու, որովհետև հարցում անել 6-րդ վարչությանը դժվար բան չի է։ Մի խոսքով, բայց դա եղել է ամենափոքր բանը երևի, ինձ համար թերևս ամենավատ բաներից նրանք էին, երբ կնոջս էին գրում։ Կնոջս էին գրում, սպառնում էին երեխաներին ոչնչացնել, իհարկե փակ համարներով, ֆեյք համարներով, չգիտեմ, տարբեր երկրների, տարբեր դեմքերով մարդու տասա, թող զատնի դնի։ Կաշառելու փորձեր նույնպես եղել են, բայց իմ սկզբունքայնությունը ինձ համար և իմ կնոջ համար նույնպես չափազանց կարևոր է եղել, ու ես շատ եմ գնահատում իմ կնոջ, հատկապես այդ շրջանում ինձ հետ հավասար այդ ամեն ինչի միջով անցնելը պարտականությունը, բանը, պարտականություն չէ, կներեք սխալ բառ օգտագործեցի, պատրաստակամությունը, ու անգամ ինձ թվում է, եթե այդ ժամանակները ես ինչ որտեղ թուլացնեի տեմպերը, կարող է ինքը ինձ ճիշտ չհասկանալ, որովհետև վերջի ավելի քան 18 տարվա կինն է, իմ բնավորությունը շատ լավ գիտի, էլի, ու այսպես գնաց, հիմա քիչ են, տենց սպառնալիքներ մեծ հաշվով չկան, մեկ-երկու ապուշ կարող է ռաստ գա, բայց այդ ժամանակ ես հենց իմի հեռախոսս պատրաստ եմ տրամադրել ցանկացած մեկիդ, մտնեք սպամի հատվածը ու թերթեք սպառնալիքները։ Ես հեռախոսս հաջորդ օրը 24 ժամ հետո գամ վերցնելու, դեռ թերթելուց եք լինելու, այդքան բաներ են եղել։ Հետո իմացա, որ ես կարող էի առհասարակ դիմեի, որպեսզի ինձ ոստիկանությունից մարդ վանանեին, կցեին ինձ, որ մի խոսքով օրենքներից կարող է օգտվել, բայց ես դրանից մասին տեղյակ չեմ եղել, անցել եմ գործերին։ Այդ ամեն ինչը, բայց ինչի է եղել։ Մտածում ես, ասում ես, ես պաշտոն երբեք չեմ ունեցել նպատակ այդպիսի։ Բացարձակ, ինչ-որ լավ խի է դա, ու դա գիտեք ինչի համար է։ Դա հենց խոսքի ազատության սահմանափակման մասին է, որը եղել է Սերժի ու Քոչարյանի ժամանակ։ Ոնց թե դու ով ես, որ մեր քաղաքական հայրիկներին եւ ոչ միայն քաղաքական, առհասարակ մեր հայրիկներին մեղադրես ինչ-որ բանով եւ մեր ծրագրերը խափանես, չթողնես իրագործել։ Այ պատկերացրեք, եթե իրենք որպես փողոցային ընդդիմություն այդ գործելավորչն էին ընտրել, հիմա երիտասարդներին եմ դիմում նաև, դեմի պատկերացրեք, թե երբ իրենք իշխանություն էին, որքան սահմանափակ էր մեր մամուլը։ Եվ ինչու պիտի հեղափոխության ժամանակ ստիպված լինենք հանրային ռադիո ներխուժել, որովհետև նայում էր հայկական հեռուստատեսությունները ոչ մի բանի մասին լուսաբանում չկար։ Չկար, կարծես երկրում ոչինչ չէր կատարվում, չկար։
հրամայված էր լռել։ Եվ դա աշխարհը շատ վատ էր դիտում եւ մեզ հետ գործ չէին ցանկանում ձեռնարկել, մեզ չէին դիտարկում որպես պետություն։ Ահա այս մեծ վնասն է տվել նրանց գործունեությունը մեզ։ Եվ հիմա որքան էլ որ ազատ է մամուլը, ես վստահ եմ դեռ կբարելավենք մեր դիրքերը, բայց իհարկե խոսքի ազատություն նույնպես չի կարող նշանակել ամենաթողություն։ Եվ հանրության մեդիա գրագիտության անհրաժեշտությունը կա, որովհետև պատերազմից հետո մինչև հիմա էլ ու ես վստահ եմ առաջիկայում էլ ավելի շատ է մեծանալու ճնշումը պրոպագանդայի իմաստով մեր երկրում, որովհետև լուրջ փոփոխություններ են իրականում տեղի ունենում, որոնք որ անկախ պետության մասին են եւ որի հետ հաստ չեն նրանք, ովքեր ցանկանում են մեզ տեսնել իրենց ոտքերի տակ փռված, հասկանում եք, եւ բնական է, որ նրանք ամենատարբեր սադրանքների պիտի գնան խոսքի առումով, նույնպես մանիպուլյացիաների առումով, նույնպես օգտվելով մեր մեդիա անգրագիտությունից, հազարավոր ֆեյք կայքեր բացելով, այսօրվա դրությամբ ամբողջ զարգացած աշխարհում կա այդ խնդիրը կիբերհանցագործության դեմ պայքարի, մենք էլ ունենք համապատասխան բաժիններ, ըստ արդյունավետության գործում են, բայց երբեք ոչ ոք 100% արդյունավետություն չի երաշխավորում։ Հիմա դրանք այսօրվա մեր լրագրողներին, հա, մի քիչ բնութագրենք։ Դե նորություն չեմ ասի այստեղ, որովհետև այսօրվա մեր լրագրողների մեծամասնության մասին իմ մոտեցումն ու կարծիքը գիտեք, գրեթե ամեն օր ես անդրադառնում եմ մամուլին, թե ինչ է իրականում կատարվում մամուլում եւ փորձում եմ մեկնաբանություններով օգնել, որպեսզի ճիշտ կողմնորոշվի մեր հասարակությունը, ինչին ուշադրություն դարձնի, ինչին ուշադրություն չդարձնի։ Ես ինքս երևի մամուլի այդքան ներկայացուցիչ չեմ, որքան քաղաքացի եմ, ով մամուլը, օրվա մամուլը փորձում է քաղաքացիների համար մեկնաբանի ու բացատրի որտեղ է ախմախությունը կայանում, որտեղ ոչ։ Ու նաև դա էր պատճառը, որ այս ապուշներից շատերը որոշեցին, որ ես ինչ-որ նիկոլական եմ։ Այսինքն իրենք խոսքի ազատությունը գնահատող մարդուն ներկայացնում են նիկոլական։ Ոչինչ, իրանց մուռ, իրանց գլուխ, իհարկե ես քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամի 3 տարի եղա ու իմ սկզբունքայնությունը նաև այնտեղ եմ ցույց դրել, լինելով կուսակցության անդամ երբեք չեմ խորշել լուսաբանել այնպիսի թեմաներ, որոնք որ կարող են բացասական անդրադառնալ քաղաքացիական պայմանագիր կուսակցության կամ որոշ պաշտոնյաների վրա, ովքեր այդ կուսակցության անդամ են, որովհետև ինձ համար դա եղել է միջոց, որպեսզի կարողանամ էլի ինչ-որ բանով ավել ծառայեմ իմ պետությանը։ Եվ ես դրա մասին խոսել եմ ու ասել եմ, թե դրա կարևորությունը նաև ինչումներ կանում։ Ես շնորհակալ եմ նաև իմ երբեմնի գոլեգաներից, հա, կուսակից ընկերներից, ովքեր շատ նորմալ էին վերաբերվում դրան, իհարկե սկզբում մի փոքր իրենց համար խորթեր, բայց շատ նորմալ էին վերաբերվում եւ ուշադրության էին արժանացնում իմ թերևս ամեն բարձրաձայնած հարցը կամ գոնե մեծամասնությունը եւ որը որ հնարավոր էր լուծում տալու, լուծում տրվում էր, բայց կան հարցեր, որոնք որ իշխանություններից կապված չեն։ Հիմա ես լրագրողների մի հատվածին անվանում եմ վերբալ մարմնավաճառներ, ոչ թե նրա համար, որ իրենք բարեխիղճ լրատվություն չեն ներկայացնում, բարեխիղճ լրատվություն ներկայացնելը դա շատ հարաբերական բան է, որովհետև այսպես թե այնպես լինում են մարդիկ որոշակի ազդեցությունների տակ, բայց ես այս պրոֆեսիոնալիզմի տեսանկյունից եմ ասում, որովհետև լրագրողը չպիտի բազարի մեջ մտնի իր այն անձնավորության հետ ումից հարցազրույց է վերջում։ Օրինակ, ես այստեղ մի բան ասեմ, շատերը ինձ գրում են, ասենք, երբ որ ես հյուր եմ ունենում տաղավարում կամ Facebook-ով էլ, գրում ասում են գնել թող հյուրը խոսի, թող հյուրը խոսի։ Ես ձեզ ասեմ, ցավները տանեմ,
Ինչի համար ես չեմ տանում դեպի հարցազրույցի ֆորմատ։ Հարցազրույց, եթե ես վերցնելու լինեմ, բնական է, որ հարցը կտամ, կսպասեմ հյուրը խոսի, վերջացնի, որպեսզի տամ հաջորդ հարցը։ Այդպես շատ ավելի հետաքրքիր կլինի, ինձ ու շատ ավելի հեշտ, հա, 40 րոպեվա մեջ 3 հատ հարցնած հերիք է։ Բայց ես ավելի անկեղծ շփման կողմնակից եմ։ Ու հաղորդումը իզուր չի կոչվում ազատ շփում, հասկանում եք, ու հյուրը երբ որ գալիս է, ինքն էլ արդեն գիտի, իմ հյուրերը շատ լավ գիտեն, որ ոչ թե մենք հարցազրույց ենք ունենալու, այլ մենք շփվելու ենք։ Ես իմ մտքերն եմ ասելու, ինքը ինձ է ընդհատելու, ես իրեն եմ ընդհատելու, ինքը ինձ է թողնելու վերջացնեմ միտքս, ես իրեն եմ թողնելու վերջացնեմ միտքը։ Դա ավելի կենթանի է դարձնում զրույցը, հասկանում եք։ Շատ կենթանի ու շատ անկեղծ, այսինքն այնպեսին ինչպեսին կա։ Եվ դա նաև ապացույց է, եւ ինձ ովքեր որ հյուրընկալել են տաղավարում անպայման կհաստատեն, որ ես նախապես հարցաշար, հարցացուցակ չեմ պատրաստում իմ հյուրերի հետ։ Ասում դե խոսենք, չգիտեմ, եթե օրինակ կրթությունից ենք խոսում, դավայ կրթությունից կխոսենք։ Ու վերջ։ Ոնց կգնա, մինչև կամերայի միանալը, ես դեռ չգիտեմ անգամ բացումը ոնց եմ անելու հաղորդման։ Ամբողջը իմպրովիզա գնա։ Եվ գուցե հետո ես ինքս էլ նայում եմ ասում, այ կարելի էր այս թեման, կարելի էր նախապատրաստել անպայման սրանցը, բայց ինձ կարծիքով այդտեղ անկեղծությունը կորում է։ Իհարկե շահում ես ավելի ուրիշ բան, բայց կորում է անկեղծությունը։ Եվ մեր իմ հակառակորդներից շատերը, հենց հակառակորդներից շատերը անընդհատ ցանկացել են հասկանան ինչի է գնելը հաջողում, ինչի են գնելի դիտումները շատ լինում, ինչի են ժողովուրդը գնելին վստահում, անընդհատ ուզեցել են իմանալ ու փորձել են ինչ-որ անել բաներ, որոնք որ ես անում եմ ու միևնույնն է իրենց մոտ չի ստացվել, որովհետև դա իրենց սրտից չեն արել, արել են սենց, նստել են ուղեղով, մտածել են ու արել են, սրտից չեն արել, խղճով չեն արել, իրենց խղճի գյորա չեն արել, հա, սա այսպես։ Իսկ լրագրողները այսօրվա ցավոք սրտի իհարկե պիտի ես առհասարակ հետևյալ պատկերացումների կողմնակիցն եմ, որ ցանկացած լրագրող իր տեսակով ընդդիմադիր պիտի լինի, իր տեսակով պիտի անհաշտ լինի, որպեսզի հնարավոր լինի պրպտել, գտնել բաց կետը ու դնել անհարմար դրության մեջ նրան, ումից հարցազրույց է վերցնում կամ ճեպազրույց կամ հարց ու պատասխան, չգիտեմ, որպեսզի կարողանա իր նպատակին հասնել եւ ուշադրություն գրավել դրանով այն կետերի վրա, որոնք բաց են, որպեսզի մտահոգ ներկայացուցիչները պետության կառավարության զբաղվեն դրանով ու դրանով արդեն ինքը կնպաստի պետությանը, բայց ինչ են անում սրանք դուրս են գալիս ու պարզապես սուտ են խոսում։ Ես սրանց չեմ կարող լրագրող անվանել, սրանք մարդիկ են, ովքեր աշխատում են մի վայրում, որը ներկայանում է լրատվական կայք, մի հատ անուն է դրած, չգիտեմ, լուրեր Հայաստանից, լավես ցիտիկ, չգիտեմ, սենց անուններ են դնում, ու մի հատ դե ժամանակ լրագրողա պետք լինելու հենա, այս մի հոգին դու էլ կլնես մեր լրագրողը, սա էլ գնում սկսում է մեյմունություն անելը։ Ես սա չեմ կարող ընկալել։ Ես սա ընկալում եմ ոչ թե ընդդիմադիր մոտեցում, ես սա թշնամական մոտեցում եմ ընդհանուր միջև համարում, որովհետև նման մարդիկ տրամադրություն են ստեղծում։ Եվ հասարակության մոտեցումները լրագրողների հանդեպ սկսում է զրոյանալ։ Իսկ դա ձեռնտու է քաոսի կողմնակիցներին։ Երբեք իշխանության ավելի ձեռնտու է դու իրան քննադատես, քան մանիպուլացնես հասարակությանը։ Խոսքը ժողովրդավար իշխանության մասին է։ Տեսեք, հիմա ես ասեմ թե ինչու։ Նաև ինչու, ամբողջը չեմ կարող ասել։ Դա երևի կլինի բան էլի, արդեն դոկտոր բան պաշտպանել էլի։ Ուրեմն
որտեղից սկսեմ, որ միտքս ճիշտ ձևակերպվի։ Տեսեք, երբ որ դու ենթադրենք Նիկոլ Փաշինյանին հարց ես տալիս այն մտքով, որպեսի հասարակությունը շահի, ժողովրդավար իշխանության ղեկավարը նկատելով այն բացը, որը որ դու նկատելու ուզում ես իրան տեղ դնես անհարմար վիճակի մեջ, որքան էլ փորձի տեղ արդարանա, ու հանրությունը մի մասը կընդունի, դա մի մասը չի ընդունի, միևնույնն է գնալու է տուն մտածի դրա վրա, կանչելու է համապատասխան կառույցների ղեկավարներին։ Եվ որքան որ դու այդպես աշխատես, հասարակության վստահությունը որքան լրագրողի հանդեպ բարձր լինի, այնքան ինքը ավելի հաճախ է իր խնդիրները, որոնք որ կարող է օրենքի սահմաններից դուրս են, ներկայացնել լրագրողին։ Եվ լրագրողի աշխատանքը այդտեղ հասարակության օգտին երբ որ աշխատես, կդառնա անսպար, դու չես կարող քո ամբողջ կյանքի ընթացքում բավարարել այդ ամբողջ, այդքան դիմելու է հասարակությունը քեզ։ Եվ որքան հասարակությունը քեզ դիմում է, իշխանությունների համար այդքան հասարակությունը ավելի պահանջկոտ է, ուստի իր աշխատանքը պիտի ավելի արդյունավետ դարձնի, ամեն օր ավելի արդյունավետ, ու սրա արդյունքում զարգանում է պետությունը։ Բարդ բան չկա այդտեղ մաթեմատիկա։ Հասկանում եք, բայց երբ որ դու 1 ստում ես, 2 ստում ես, 3 ստում ես, 5 ստում ես, 10 ստում ես, այդ իշխանության ներկայացուցիչը, հաշվից պետք է աշխատի։ Դե մեկը ինչ ուզում են խոսում են, մարդիկ էլ ինչ ուզում ասում են։ Հասկանում եք։ Ստիմուլը կոտրում է աշխատանքի։ Դրանով դու վնասեցիր պետության, էլ չխոսենք մնացած բաները։ Ինչքան վնաս կարող ես տալ, ընդհանուր միջև թշնամիների համար կարող է աշխատես։ Կարող է որն է, տեսել ենք մեր մամուլում, մենք տեսել ենք ոնց են մարդիկ թելում Ալիևի թելը, նստած թելու ասեղով սիրում թելում են։ Մենք տեսել ենք դա։ Չգիտեմ, երևի կլինեն էլի բաներ, որ կուզենայի ասել, կամ ամեն դեպքում պատրաստել էի, մտածում էի, այ հենց տենց է էլի, եթե մտնելուց առաջ ասում եմ, սա հիշեմ ասեմ, եթերի ընթացքում գուցե մոռանամ։ Եվ գիտեք, այսօրվա դրությամբ ես այս մամուլի ազատության օրվա կապակցությամբ ցանկանում եմ շնորհավորել նաև բլոգերներին, դարձյալ բարեխիղճ բլոգերների մասին է խոսքը, որովհետև իրենք շատ դեպքերում լրացնում են այն բացը, պրոֆեսիոնալ բացը, որը որ թույլ է տալիս մամուլի ներկայացուցիչը։ Եվ նրանց ի սրտե շնորհավորում եմ։ Եվ այո, պատկերացրեք, որ երբեմն նույն բլոգերին կարող է օրվա կտրվածքով ավելի շատ քաղաքացիներ ընդհուպ մինչև հանցագործությունների մասին հաղորդում տան, քան քաղմասում։ Կարող են ավելի շատ այս կամ այն պաշտոնյայի մասով տեղեկություն տալ, մեզ տեղեկություն ասածը եսի մինչեր չէ, այն առնարդարությունները ինչ որ իր հետ կարող է կատարված լինեն, քան այդ նույն բանի, չգիտեմ, նախարարության կամ վարչության համապատասխան բաժնում խնդիրը բանանը, հասկանում եք, ու այդ իմաստով, բայց ստեղ մի հատ ուրիշ բայց կա, մենք ասենք, որպեսի դառնանք այդ մարդկանց աչքին լավը եւ ձեր աչքին էլ Երևանք, օրինակ, օй ինչքան մենք լավն ենք, ժողովուրդ ջան, տեսեք, մենք քաղաքացիների համար ուշքներս գնում է, ապա այդ պարագայում ինչ բերենք, արանք դնենք, եթերը միացնենք, ասենք։ Բայց մեկը ես ինձ դա փորձում եմ թույլ չտալ, չնայած դրանով շատ ժամանակ վաստակում եմ ինձ մոտ եկած քաղաքացիների բացասական վերաբերմունքին, ասենք դրան եմ արժանանում։ Մարդը հույսով եկել ասում, բա մի հատ էսի սրա մասին չխոսացիր։ Ասում ցավը տամ, ես դրա մասին որպեսի խոսամ, պիտի մի 5 տեղ նախ եւ առաջ հարցում անեմ, տանեմ վրան աշխատեմ, ես 1000 կներեք ժողովուրդ ջան, ասեն եզակի դեպքերից է, որ այդ անունը պիտամ։ Ասենք ես դոգը չեմ, էլի, որ դնեմ, ինչ բերեք ես ասեմ, հետո պարզվի 90%-ը սուտ էր։ Հասկանա, որովհետեւ հետո ես եմ պատասխանատվության ենթարկվելու։ Չէ, ասենք Հիմի դու եկել ես, ասում ես, այս մածունը սև է, ես վեր կենամ, ասեմ մածունը սև է, մեկ էլ գան ասեն դե արի ստեղ մի հատ տղա ջան, արի տենանք դու այս ստեղ սև գույնի մածուն տեսնում ես։
Քան այդ պատասխանատվությունը ես վերցնում եմ ինձ վրա, չէ՞։ Եվ միակողմանիորեն եղել է դեպքեր, որոնք որ ինձ խիստ բարկացրել են ու ես միակողմանիորեն ներկայացրել եմ, ես սա չեմ ժխտում, եւ շատ դեպքերում ներկայացրել եմ դիտավորյալ, որովհետեւ եղել են հարցեր, որտեղ հակառակ կողմը ինչ տիպի պատասխան տա, անգամ դրա 100%-անոց արդարացումն էլ ունենա, միևնույն է ինձ համար անընդունելի է, որ այդ հարցը կա։ Հասկանում եք, այսինքն, ասենք, դա արդարանալու մասին չի այդ խնդիրը։ Այդ խնդիրը ընդհանրապես մի հատ բաց է, որը որ լավ կլիներ, առհասարակ այդ մասը փակվեր։ Այդ հաշվի առնեք, որ այսպիսի բացեր կան, ասենք, օրինակ, հա, ասում ես, բայց ինչ կառույցը սենց, ասում է, դե գիտեք, մենք ինչ անենք, օրենքը տենց է։ Նույնիսկ լավ, օքեյ, դու գնացել ես քո վերադասի դոռը ծեցել, ասես, գիտեք ինչ, սենց հարցերով արդեն շատ են մեզ դիմում։ Եկեք մի հատ հասկանանք, մի հատ մասնագետներին դիմենք, խումբ ստեղծենք, ասենք ոնց անենք, որ այս խնդիրը էլ չլինի։ Եվ ես մի փոքրիկ, շատ փոքրիկ ձեզ գաղտնիք պիտի բացեմ, Ջորժ ջան, կներեք, ես իհարկե հակված չեմ իմ քաղաքացիական պայման ու երբեք դա չի լինի իհարկե քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներսում իմ ունեցած զրույցները, հա, բանավեճերը, հարաբերությունները հանրայնացնելու, բայց ուղղակի օրինակը, որպեսզի ոչ մեկի վրա չբերեմ, իմ անձի վրա բերեմ, դրա համար այս փոքր դեպքը, որը մեծ հաշվով բավականին անմեղ դեպք է, կպատնեմ։ Ուրեմն նոր պիտի սկսեր ավականու ընտրությունները նախաձեռնող նիստեր, հերթական նիստներ այդ թեմաներով ու ես առաջին անգամ այդ ժամանակ պիտի հանդիպեի Ավինյանին ու դեռ նոր պիտի արդեն ցուցակներ կազմվեր ավականի անդամները ովքեր են մասնակցելու են դեռ դրան չէր ասել բանը ու ես այդ նախաձեռնող նիստին գնալուց հրապարակում արեցի Facebook-ում ձեզ դիմելով ասեցի ժողովուրդ ջան եթե հենց հիմա եթե հիմնական հետևորդները կհիշեն հենց հիմա Ավինյանին տեսնեք, ինչ հարց կտայք, ինչ կասեք, ինչ կուզեիք ասել, ինչ խնդիր, ինչ բան։ Ու գնացի նախաձեռնող նիստին, հեռախոսը արդեն անջատում ենք, բանա, մինչև անջատելը նայեցի, դե հրապարակում արդեն փակեցի, որովհետև էլ անհրաժեշտություն չկար ինքը մնար, բայց ֆիքսեցի 105 մեկնաբանություն, 1 ժամվա մեջ։ Հիմա նստած ենք, ասեցի պարոն Ավինյան ջան, այսպեսի բան եմ արել, հրապարակել եմ, ու 105 մեկնաբանություն է եղել, ես կարդացել եմ բոլոր մեկնաբանությունները, 105-ից 100-ը հավատացնում եմ ձեզ, եղել է ոչ մի բանի մասին, և գիտեք դրա խնդիրն ինչումն է կայանում, այսքան եղել են հարցեր, որը մարդկանց նյարդայնացրել է, Եվ ինքը այն հարցն է, որը լուծելու համար ոչ միջոցներ են անհրաժեշտ, ոչ չգիտես ինչ նիստեր են անհրաժեշտ, ասենք ցանկություն է անհրաժեշտ մեր վարչական շրջանի ղեկավարների եւ այլն։ Ասում, եթե օրինակ ես լինեի, ինչ որ մի վարչական շրջանի ղեկավար ու ինձ ասեին այս խնդիրը, ես իմ ոտով կգնայի այդ կլուծեի, կգա, այսպես խնդիրներ կան։ Եվ կա, չէ, այդպեսի բան, որ ինքը փոքր բան է, բայց դա անընդհատ քեզ կարող է նյարդայնացնի։ Օրինակ այն Աննան նայում է Դալեկյան, իրանց մոտ այն շշերի խանութ, այն գարաժների արանքը միշտ բերում աղբ են կուտակում, միշտ աղբ են, այդ աղբը հիմա ուզում ես դու մաքրի, ուզում ես մի մաքրի։ Մեկը ինքը նյարդայնացնող հանգամանք է, որ բոլորի ուղեղի մեջ լցվելն է, որ այդտեղ պիտի աղբ լցնեն։ Հասկանում եք, ինքը նյարդայնացնում է, կարելի է այդտեղ մի ձեռնարկ անել, մի բան անել։ Ու ինչու ոչ հենց օրինակ, այս պարագայում քանի որ Աննայի անունը տվեցի, հենց Աննա եթե զրուցել ասել Աննա ջան, կներես, իմ ուղեղը հələ չի հասնում, էլի, այստեղ ինչ կարելի ան։ Բայց դու կասես, այդտեղ ես հենց ապրում։ Ու այսքան որ քեզ որ նյարդայնացրել է, հաստատ մի քանի անգամ էլ մտքովդ անցած կլինի, ասած կես, խի մի հատ սենց բան չեն անում, որ էլ չլինի կամ նենց բան։ Այ ինձ կասես ինչ անենք։ Հասկա, այ հենց շփումներն է պետք ապահովել։ Եվ մի 4-5 հատներ, որ մեծ թեմաներ էր ու դրանք այսպես թե այնպես քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը դրել էր իր ռազմավարական քարոզարշավի հենց հիմքում, հա, իր ռազմավարական ծրագրերի հիմքում էր դրել դրանք, դրա համար դա հասկանալի է։ Բայց այն մնացածը
Չնայած մյուս կողմից ժողովուրդ ջան, մենք անցնում ենք մի պերեխոդնի մի հատ պերիոդ, որտեղ որ մի հարթությունից, մի տեսակից դառնում ենք մի ուրիշ տեսակ։ Եվ այդ փոփոխությունները մեզ հետ էլ կատարվող փոփոխությունները, մեր մտածելակերպի հետ մեջ կատարվող փոփոխությունները, մեր խոսույթում, հարցերի մոտեցման ձևով եւ այլն, իրանք չեն կարող լինել 1, 2, 3, 4, 5 տարիներում։ Չեն կարող, որովհետև մենք մեծացել ու հասունացել ենք այս տեսակի մեջ, արդեն մենք չենք կարող այնպեսին լինել։ Մի քիչ դժվար է գնում դա։ Երիտասարդները շատ ավելի հեշտ, անգամ չգիտեն էլ, որ իրանք անցնում են այդ շրջանը։ Եվ կհիշեք, ես եթերներիցս մեկի ժամանակ այսպեսի մի բան եմ ասել, որ մենք այսպես մի հատ համակարգից, որի անունը կարող ենք դնել բռնապետություն, կարող ենք դնել ստրկատիրություն, կարող ենք դնել անկախ պետականության ոչնչացում, չգիտեմ, մի հատ այսպես հարթությունից տեղափոխվում ենք մի հատ սենց հարթություն։ Ու այսօրվա իշխանություններին ինչքան ուզում եք քննադատեք, ում ուզում եք հարգեք, ում ուզում եք մի հարգեք, բայց իրենք մեզ այս հարթությունից այս հարթություն տեղափոխողն են։ Իրենք հանդիսանում են այս կամուրջը, որի վրայով մենք տեղափոխվում ենք այստեղ։ Հասկանում եք, դեպի ժողովրդավարություն, դեպի անկախ պետականություն եւ այլն։ Եվ ես անգամ վստահ եմ, որ երբ որ մենք այդ կամուրջի վրայով անցնենք, ճամփի կեսին ենք, հասնենք այստեղ ոտներից տակը ամուր եղավ։ Առաջինը երևի մենք կարկոցենք նրանց, ովքեր այսօր կամուրջ են հանդիսացել։ Գիտեք ինչու։ Որովհետեւ մենք արագ մոռանալու ենք, թե ինչի միջից ենք անցել ուր։ Իսկ այստեղ արդեն տեսնելու ենք բնականon զարգացումը։ Ոսում ենք բռնավ, այնտեղ 7 տարի, 8 տարի ինչ էին անում, որ տեսեք, այս մեկը ավելի լավն են, բայց հիմքում դրված է լինելու այն հանգամանքը, որ մեր ձեռքերից բռնած այդ կամուրջի այս կողմից մեզ հասցնում են հանդիսացել են կամուրջ այստեղից անց են կացրել են կողմ։ Եվ այսօր արդեն շատերից լեզվամտածողության ու խոսույթի մեջ պետություն արտահայտությունը առաջնային է։ Մենք այսօր արդեն սկսում ենք շատերս դատապարտել ՀԴՄ կտրոնչը տպելը։ Սկսում ենք դատապարտել մեքենայի միջից ինչ որ աղբ նետելը ու ինքը քիչ-քիչ սկսում է դառնալ արգելված մի բան, որը որ շատերը չեն անում արդեն։ Եվ այդ այն բաներն են, որոնք որ մենք որպես հասարակություն պիտի անենք, ոչ մի իշխանություն դա չի կարող անի։ Եվ ինչքան որ մենք մեր աբզորը մեծացնենք, այնքան իշխանությունները ավելի էֆեկտիվ կգործեն, որովհետև իրենք կիմանան, թե ինչ հասարակության հետ գործ ունեն։ Իսկ եթե գործ ունենան այն հասարակության հետ, ով իրենց միայն վատաբանում է, այն որ ձվածեղը ձեռներից սարքես տանես, կուտի կացի աղը տեղը չէր։ Մենք դրանով կոտրում ենք նաև իրենց։ Իրենց տրամադրությունները, դուխը, մյուսը։ Իսկ իրենք այսօրվա դրությամբ նայեք ինչ ճնշումների տակ են։ Եվ եթե մենք ցույց չենք, անկախ մեր քաղաքական պատկերացումներից, եթե մենք ցույց չենք տալիս, որ մենք այն գաղափարներին հիմնական, որ առաջարկում է իշխանությունը, մենք օրինակ, հասարակ օրինակ, եկեք, որպեսզի չստացվի հիմա իշխանություններին, պիտի գովաբանեմ ձեզ մոտ, եկեք հակառակ, գանք ընդդիմությունից, տեսեք։ Վստահաբար դիտելու են այս եթերը նաև Քոչարյանի սատարող մարդիկ, Սերժին սատարող մարդիկ, մյուսին դաշնակներ եւ այլն ու հաստատ որոշելու են YouTube-յան կոմենտների դաշտում մի հատ իրանց ընտանեկան դասիրակությունը ցույց տան, բայց այնուամենայնիվ ասեմ, նայեք։ Հիմա երեք ես ամբողջ օրը խոսել եմ Թուրքմենչայի ու Գյուլիստանի պայմանագրերի մասին եւ որքան վատ բան է ասել Վիտալի Բալասանյանը, մտել եք տակը քրվում եք։ Ինձ։ Իհարկե հարցը այդ չի, որտեղ դուք fake edge-ով քֆուր ցանկացածը կարա գրի, կարող տակը թուրքեր նստած լինի։ Հարցը դա չի, հարցը գիտեք որն է, որ դուք օրինակ ինձ ու շատերին ասում եք զոմբի, բայց ինքներդ էփած ա ձեր ուղը չկա։ Հանած մեջը մի հատ քառակուսի Ռուբիկ կուբիկ ա դրած, չգիտեմ, բանա, ինքներդ հանդիսանում եք զոմբի։ Որովհետև դուք չեք լսում ինչ ենք խոսում։ Իսկ ես կարևոր բան էի ձեզ ասում։ Ես ձեզ ասում էի, որ նրան իմ խնդիրը չի ձեզ տարանջատել, անջատել, իրար ձեր մեջ թշնամություն գցել, ոչ։ Ես ձեզ ասում եմ, լսի,
Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ինձ հետ նույն իրավահավասարության տիրույթում ապրող մարդ, նրան ում դու սատարում ես, ոչ թե ես իմ կարծես, դու քո կարծիքով կարող ես ասել Նիկոլը թրքամետ է, չէ, դա քո կարծիքն է, հասկանում եք, բայց հիմա պատկերացեք, եթե Նիկոլը հանի մի բան, որը փաստաթղթավորված լինի, որպես ու հստակ երևա, որ ինքը թրքամետ է, այդ դա ուրիշ բան կլինի, չէ, ես այդ ժամանակ չեմ կարող հակաճառաջել, ասեմ ես արա մարդը ցույց է տալիս, ու ես հնարավոր է փոխեմ իմ կարծիքը կամ մտորեմ դրա շուրջ, ամենայն դեպս քեզ չեմ կրվի դրա համար, հիմի դուք ասում եմ Վիտալի Բալասանյանը խոսել է այս պայմանագրերից, որը ենթադրում է, որ Հայաստանի Հանրապետությունը դա ցարական Ռուսաստանն է, դու փոխանակ գնաս դրա շուրջ մտորես, մտածես, դու մտել քֆուր ես գրում, ապուշ մարդ էլի, զոմբլո, ասենք ես քեզ ասում եմ նայի, Ռոբերտ Քոչարյանին, արա գնա սատարի, հարցը հետ չի, բայց իհարկե դա շատ վատ է, բայց Ռոբերտ Քոչարյանին հարցնում են Հայաստանի Հանրապետության անկախության մասին, ասում եմ ես այդ հարցին չեմ կարող պատասխանեմ, չեմ պատասխանի, չգիտեմ, հասկանում եք, ասենք ինքն է ասում, ես չեմ ասում, այնպես չի ինք ասում, չէ, անկախությունը ինձ համար բացարձակ արժեք է, ես էլ հելնեմ ասեմ, ինքը սուտ էր ասում, չէ, այդ է կլինի իմ կարծիքը, բայց երբ որ ինքն ասել, ես քեզ դա եմ ասում, դու ասում ես, պաշտպանում եք, արա բան եմ ասում քեզ, ու դու դրանով ստացվում է, որ կիսում ես այդ մոտեցումը, այսինքն դու համաձայն ես դրա հետ, եթե դու Վիտալի Բալասանյանին իմ քննադատելու համար պաշտպանում ես, ուրեմն դու ասում ես, որ ռուս-իրանական սահմանը արաքսն է, այսինքն Հայաստանը, Ռուսաստանը։ Եթե դու Քոչարյանին սատարում ես, անկախ նրանից ինչ քաղաքական կամ չքաղաքական սիրուն կամ գեշ տեքստեր կխոսա, համենայն դեպս դու Հայաստանի Հանրապետության անկախությունը կասկածի տակ դնել ես, կիսում ես։ Հարցը սրան է վերաբերվում։ Քոչարյան Ռոբերտը եսի մեկը չի մեր քաղաքական տիրույթում, որ ես ասես նստա, այո, նոյեմբերի 9-ից հետո խնդիրներ կային։ Եվ հիմի օրինակ, այ հենց հիմա ժողովուրդ ջան, դե ձեր գնահատականը տվեք։ Եթե մինչև 21 թվի ընտրությունները մենք մի ոտ պակաս պայքարենք, մի ոտ պակաս կռիվ տայինք։ Դա չի եղել է Նիկոլ Փաշինյանի կամ քաղաքացիական պայմանագրի համար։ Դա եղել է պետության համար։ Դուք այսօր չեք տեսնում դա։ Դուք պատկերացնում եք սրանք հանկարծ ու հանկարծ հաջողում էին 21 թվականին։ Ինչ էր տեղի ունենում։ Իսկապես այսօր պետություն էինք ունենում, այսօր չէր լինելու ոչ միայն Արցախը, այլ ամբողջ Հայաստանի Հանրապետությունը լինելու էր Ռուսաստանի տիրապետության տակ, գումարած սրան առանձին հատվածներ Հայաստանի Հանրապետության մաս չէին կազմելու։ Եվ մենք սրա միջով ենք անցել։ Եվ շատերը դժվարությամբ են հավատացել, որ այդքան խնդիրը մեծ ու բարդ է։ Ու մենք աշխատել ենք դրա շուրջ, աշխատել ենք մարդկանց հետ, խոսել ենք, բացատրել ենք, վստահել ենք իրար։ Հասկանում եք, ես էլի եմ ասում, վստահել մարդուն ում չես ճանաչում անձամբ, դա մեծ բան է, եւ ես մեկը դա աշխարհի ամենաանգին բան, իմ ամենակարևոր փուլն է եղել իմ կյանքի, չնայած իմ կյանքը բավականին հարուստ է եղել փորձություններով ու արկածներով, բայց այդ հատվածը ամենակարևորն է եղել իմ կյանքում։ Ու դրանից հետո լավ թե վատ կառավարում, արդյունավետ թե ոչ արդյունավետ, սա ինձ համար արդեն երկրորդ հարց է եղել։ Ես հակված եմ աջակցել, որպեսզի լավ ստացվի։ Չի լինի Նիկոլ Փաշինյանը կամ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը իշխանություն, կլինի մեկ այլ ժողովրդավար ուժ, ես միևնույնն է սատարելու եմ, եթե տեսնեմ, որ պետականամետ ուժեր են, ու չլինի այդ ժամանակ մեկը ասի, բան անում էլ իստի ծնդեղատրում, թռնելու, չթռնելու խնդիր չկա, ես ասել եմ, սատանան էլ իմ պետության մասին հոգ տանի, ես նրա ձեռքն էլ կբռնեմ։ Ես դա ասել եմ, որովհետև մենք մեր սերունդի և մեր ապագա սերունդի, թե ապագա
թե մեծ սերունդի, թե երիտասարդ սերունդի արյան գնով վճարել ենք պետություն ունենալու գինը։ Ու մենք պիտի տեր կանգնենք մեր վճարածին։ Մենք չենք կարող դա այլ բան թույլ տալ։ Վերջ։ Սա է խնդիրը։ Եվ այս դաշտում ցավոք սրտի կան, քանի որ մամուլի միջազգային օրն է, ես անընդհատ խոսքը բերելու եմ դրան, կան մարդիկ, ովքեր հանդիսանում են լրագրողներ, բայց իրանք հանգիստ կարող են լինել Գեգամ Մանուկյաններ, Ռոբերտ Քոչարյաններ, օրինակ տեսեք Գեգամ Նազարյանի ելույթը, այ մի հատ էլի Քոչարյանականա, Սերժականա խառես բանին մի հատ հարց տամ։ Գեգամ Նազարյանի հարցազրույցը դիտեցիք դուք 2 օր առաջ։ Տեսեք, ես Գեգամ Նազարյանին դեռ 21-22 թվականներից ինչքան խոսել եմ, ասել եմ դու ուրիշ ձև ես քեզ միշտ առանձնացնում եմ։ Ու ես գիտեի, որ այ հասնելու է ինքը սրան։ Իհարկե ինքը կմնա որպես падգամավոր այնտեղ որտեղ որ կա, եթե չեմ սխալվում անկախ падգամավոր։ Իհարկե նա դժվար թե կոալիցիայի մեջ գնա մտնի ԿՊ, բայց հարցը դա չի։ Նրանք արդեն քաղաքական process-ներ են, բայց Գեգամ Նազարյանը, ով Հայաստան խմբակցության падգամավոր է, մարդը ձեզ Հայաստան խմբակցությանը սատարողներ, ասում է, որ ես միջի մարդ լինելով, ձեզ ասում եմ, 4 տարի խաղերա գնացել ձեզ խաբել եմ։ Այդ էր ասում Գեգամ Նազարյանը։ Հենց ասում էր ես Գեգամ Նազարյանս տեսել եմ ոնց են պլանավորում ձեր ամեն խաբելու օպերացիաները։ Ու դուք շարունակում եք, դուք փոխանակ շնորհակալություն ասեք Գեգամ Նազարյանին, դուք դիտարկում եք նրան ձեզ թիկունքից հարվածով։ Իսկ ինչ Եթե թիկունքից հարվածում է, ինչ խնդիր է լուծում, կարա մեկը պատասխանի այդ հարցին։ Ոչ։ Վերջո արանքը որդի կա հերոսացած։ Չէ։ Այ այս սկզբունքներն են, որ չափազանց կարևոր են իմ կարծիքով մարդու ողջ կյանքում, ցանկացած իրավիճակում, ցանկացած։ Ես սկզբունքայինորեն վատ մարդուն ավելի եմ հարգում, քան միջին մարդուն։ Միջին մարդիկ ամեն ինչի ընդունակ են։ Նրանք ճոճվող ճոճարանի 0 կետն են։ Տեսեք, երբ որ ճոճարան եք նստում, մարդիկ կան սիրում են, երբ որ ճոճարանը բարձրանում է, օ, այդ իրանց դուր կգա, չէ, երեխա ժամանակ։ Ինչքան կամ հետա գնում, հո, էսի է դուր գա։ Իսկ միջակայությունները այն 0 կետն են, որ ոչ մի ձև կայֆ չի, ու ոչ մի ձև վախենալու չի, ոչ մի ձև ոչ մի բան չի։ Անկամ շատ դեպքերում սկի ճոճարանել չի, որովհետև չի ճոճվում։ Հասկանում եք։ Սրանք ամենավտանգավոր ինձ համար ու իմիջայլոց հատուկ ծառայությունները հենց նմաններին են որդեգրում, այսպես ասած։ Որովհետև սրանք լինում են շատ բաներում աբիժնիկ, լինում են չկայացած, լինում են տուպոյ սուգուբը, օգտակար ապուշ, անօգուտ հայվան, ամեն ինչ լինում են իրանք։ Սա ամենավտանգավոր տեսակներից տեսակն է մարդու։ Ավելի լավ է մարդը, ասենք օրինակ, կներեք, ես նայեք ինչ մակարդակի օրինակ եմ։ Ես կարամ Աշոտյանին ավելի հարգեմ, որ ինքը սկզբունքային թարսի մեջ է մտել, քան տենցին։ Հարգել չեմ ասում, էլ ինձ հարգել դու քո խոսերը, նա հələ շատ բաների համար պիտի պատասխաններ տա, հարցը հետ չի։ Հիմա դուրս են եկել Էդգար Ղազարյան, Նարեկ Մալյան, ինչ-որ էս իմպիչմենտ, էս կապիկ, հերթական կապիկ մասով։ Մի հատ էլ համառոտ էստեղ բան ասամ։ Ժողովուրդ ջան, ես խնդրում եմ մի հարցով ինձ փորձեք օգնել։ Ես լավ չեմ հիշում, էլի, կամ այդ ժամանակները էլի չէի հասցնում տեղեկանալ։ Ուրեմն Նարեկ Մալյանին կարծեմ ձերբակալեցին ինչ-որ fake edge-ով մարդկանց թիրախավորելու, դա ես ճիշտ եմ հիշում այդպիսի մի բան։ Եվ եթե այո, կուզեի իմանալ այդ fake edge-ը ոնց է, որովհետև
կարծեմ ասել են այդ fake-ի անունը։ Եթե կարելի է, խնդրում եմ, դա ինձ պետք է մի բան ճշտելու համար։ Ու եթե հանկարծ դա համընկավ նրա հետ ինչ որ վատա որ համընկնի, Նարեկ Մալյանին ես պիտի խորհուրդ տամ առհասարակ վարկյան շուտ միտեղ գլուխը կոխի ու էլ կյանքում չերևա։ Ну, չնայած ամոթ ունենար այդպես կաներ ինքը այն մարդնա որ կանգնել իր բերանով ասել է որ ինքը անբարոյականի տղա է։ Ну, դա հիմա չգիտեմ, այսօր եկել է, առաջարկում է ձեզ ժողովուրդ ջան միանալ իրենց, որպեսզի գնանք իշխապուր ձեզ ասելով բոլորի չէ, իրեն գիտեն ում են առաջարկում ու չէ։ Մի խոսքով ես խնդրում եմ ըմբռնել, որ մամուլի ազատությունը միջազգայինորեն եւ դիվանագիտական տեսանկյունից եւ քաղաքական տեսանկյունից եւ հասարակական տեսանկյունից չափազանց կարեւոր բան է։ Զբաղվեք մեդիագրագիտությամբ, փորձեք ուսումնասիրել ինչ է մեդիագրագիտությունը եւ զոր չեք դառնա այն կիբեր հանցագործությունների, կիբեր հարձակումների, ստերի, կեղծիքների, մանիպուլյացիաների։ Ես սա կարող եմ ձեզ խորհուրդ տալ։ Չգիտեմ, ամեն ինչը ասեցի, ինչ որ կցանկանայի, բայց շաբաթ երեկո ուժամ այսքանը։ Իսկ վաղը մի հետաքրքիր բան կստեղծենք, երևի անգամ ցերեկը փորձեմ եթեր մտնել, քանի որ ոչ աշխատանքային օր է։ Լավ եղեք, բարի գիշեր բոլորիդ։ Եվ հա, շնորհակալություն նաև շնորհավորանքների համար։ Չնայած դեռ չեմ հասկանում, ես որքանով կարող եմ համարվել լրագրող։ Ըստ էության։